թող դվին։ Կարինե Ասլանյանի ջերմատանը։ Կարինե ամեն տարի լոբի եք, չէ՞ մշակում։ Դե գարնանա մենք դնում ենք լոբի, երկու ջերմոցը, որ աշնանը պատրաստենք պամիդորի համար, ամառը պամիդոր տնենք։ Նախ ինքը հողը փոխում է, երկրորդն էլ աշխատանքը քիչ է լոբի։ Կենտրոնանում ենք արդեն պամիդորի։ Սա որ սորտն է։ Սա վայրոնկան։ Կամ հիբրիդը։ Վայրոնկա։ Վայրոնկան է։ Արդեն սերմից սերմ են, չէ՞ վերցում ստե, արդեն դառել է սորտ։ Ես առանցին որ դնում եմ ինձ համար, սերմ վերցնելու համար, աշխատում եմ, որ ուրիշ լոբի չլինի, որ փոշոտումը մաքուր է, ինքը լինի։ Ասենք մարդիկ կան, որ ինձ անց։ Դիմացկունության առումով այս սորտն ավելի դիմացկուն, թե մյուս հիբրիդները, որ վաճառում են կամ թե արդեն սովորել եք։ Չէ, սա հեշտության համար եմ դնում, որտեղ բերքատվությունը այդքան էլ շատ չի, բայց արագ է հավաքում։ Իսկ հիմիկվա հիբրիդները են սպիտակ հատիկ լոբին, որ լոշտակ են ասում, նա ավելի շատ բերքատու ու քաշով ծանր է։ Իսկ ինչի դրանից չեք դնում։ Դե մեր ջերմոցի մեջ լավ չի լում այդ լոբին։ Հա։ Չի ստացվում մեր մոտ։ Դրա համար չենք էլ։ Բայց առողջ են տերևները, մի փոքր դեղնություն ունի, երևի սա Գոմաղբը մի քիչ շատ է լցվել։ նոր է հարմարում։ Դրա համար դեղնությունը կա։ Հեսա ընթացքում որ ոռոգման ջրերը տան, արդեն ոռոգման ջրով մարգերով կջրենք, արդեն ինքը գույնը կկարգավորվի։ Ազոտային մասը շատ է հողի մեջ։ Իսկ հիվանդությունների առումով ով է անում դուք թե ամուսինը։ Չէ, ամուսինս։ Ինքը բուժումներ։ Չի թողում թույնավորվեք։ Բուժումներ ինքնա տալիս է։ Ինքնա սկսում։ Ինչ։ Առավելություն ունի գոմաղբը որ լցնում ենք, ինքը սնկային հիվանդության դեմ պայքար ունի, ինքն իրեն պաշտպանում է, չի փչանում։ Բա մյուս հիբրիդները թույլ են, հա։ Իսկ այն մյուս հիբրիդները թույլ են։ Մենք գոմաղբ ենք լցնում, շատերը չեն լցնում, ասենք պարատանթով են սնուցում լոբին։ Մեր գոմաղբ լցնելու պատճառով այն մյուս լոբիները ցողուն շուտ է փչանում։ Եվ իսկ գնային առումով։ Գնային առումով վայրոնկան մի 100 դրամ, 50 դրամ այն մյուսից թանկ է։ Այսինքն ինչին հարմարվել եք, բացի դա էլ այ ֆինանսական կողմն էլ է ավելի։ Ֆինանսականը չէ, ինքը քաշով քիչ է բեր տալիս, նա ծանր է։ Նրա առավելությունը ավելի շատ է, բայց որ ջերմոցի մեջ ինքը չի փչանում, դրա համար ենք դնում։ Տարբերությունն է դա։